Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Կրթության եւ Գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի եւ նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Երևան մոլ առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ։ Քրեական վարույթի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել քննչական կոմիտեն։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանին եւս նոր մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության միջև։ Նա նշել է, որ Երևանը պետք է ինքնուրույն որոշի, ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, թե շարժվել դեպի ԵՄ։ Քրեական վարույթ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի դեմ։ Նա այլ անձանց հետ 25 թվականի ընթացքում տարբեր անձանց հետ հանդիպումների եւ համակիրների հավաքագրման միջոցով առերևույթ կատարել է Հայաստանի իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ։ Հունիսի 3-ին եւ 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ռազմարդյունաբերական ցուցահանդես։ AC ընկերության կողմից մշակված զրահատեխնիկան ցուցահանդեսի զարդերից է եղել, որը ուշադրությունն է գրավել հանրության, նաեւ ռազմական մասնագետների կողմից լայն քննարկման առարկա դարձել։ Հայաստանի տեխնոլոգիական պատմության ամենախոշոր նախագծերից մեկը թևակողում է վճռորոշ փուլ։ Firebird-ի արհեստական բանականության մեգակենտրոնում ավարտին են մոտենում շինարարական եւ սարքավորումների տեղակայման աշխատանքները, իսկ նախագծի անխափան կապը աշխարհի հետ ապահովում է Team Telecom Armenian։ Ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Կրթության եւ Գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու Արտյոմ Խաչատրյանի, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի եւ նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Երևան մոլ առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ։ Քրեական վարույթի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել քննչական կոմիտեն, նշելով, որ 2009-ից 16 թվականներ անկած ժամանակահատվածում Աշոտյանը Գագիկ Խաչատրյանի եւ վերջինիս որդու եւ վերոնշյալ մյուս անձանց հետ շահեկան պայմաններով առանց խոչընդոտների ապահովել են օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերել է, ինչի հետևանքով Հայաստանի սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 միլիոն 908,500 դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով ավելի քան 451 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը եւ դրա անբաժանելի մաս համարվող հողամասը եւ ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանակվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ։ Դրանից հետո հայր եւ որդի Խաչատրյանները ներկայացրել են, որ գույքը ձեռք է բերել իրենց մտերիմ Երևան մոլ առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանը, ապա բարեխիղճ ձեռք բերող հանդես գալու ակնկալիքով վերջինիցս 75 միլիոն դրամով գնել են նշված գույքը, գրանցելով այն Արթուր Խաչատրյանի անվամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Նրան կանոնավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանին եւս նոր մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը, նշելով, որ Խաչատրյանին մեղադրվում են 23 թվականի սեպտեմբերին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար։ Դատախազությունը ուսումնասիրել է կառավարության որոշմամբ օտարված Արարատ ցեմենտ ընկերության մասնավորացման
գործընթացը եւ հայտնաբերված խախտումների հիմքով հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան Հայաստանի կառավարության վերոնշյալ որոշումը առ ոչինչ ճանաչելու եւ հետևանքները վերացնելու պահանջով։ Այս մասին տեղեկացրել են Հայաստանի գլխավոր դատախազությունից։ Հայցի հիմքում ի թիվս այլ հայտնաբերված խախտումների ներառվել են մասնավորապես գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը Արարատ ցեմենտ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում եւս հայտնաբերել է մի շարք խախտումներ։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը չի պատրաստվում քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ եւ արձանագրում է, որ Երևանը բարեխղճորեն կատարում է միության շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Միաժամանակ նա մտահոգիչ է համարել Հայաստանի դեպի Եվրոպական միություն շարժվելու հայտարարված ձգտումը, նշելով, որ Եմեն Ռուսաստանի գնահատմամբ տնտեսական ինտեգրացիոն միավորումներից վերածվել է ռազմաքաղաքական միության, որը թշնամաբար է վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը։ Օվերչուկը նշել է, որ այս պայմաններում Մոսկվայում հարցեր են առաջանում Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության եւ դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Նա այս հայտարարությունները արել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում տված հարցազրույցում։ Շարունակելով Հայաստանի եվրոպական ուղղության վերաբերյալ թեման, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության միջև։ Լավրովի խոսքով, եթե Հայաստանը ընդունել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք, ապա հենց ինքն է հարցը դրել հստակ ընտրության դաշտում։ Նա նշել է, որ Երևանը պետք է ինքնուրույն որոշի, ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, թե շարժվել դեպի ԵՄ, իսկ Ռուսաստանը կհարգի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը նաև ընդգծել է, որ նման որոշումը պետք է ունենա հանրային աջակցություն, հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը պետք է դառնա ժողովրդական կամ արտահայտության առարկա։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովն էլ հայտարարել է, որ Հայաստանը այսօր փաստացի կրկնում է այն ուղին, որը անցել է Ուկրաինան 2013-ից 2014 թվականներին։ Պետք է լուրջ խորհել, որպեսզի չպատահի այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, սպառնացել է Շևցովը։ Հարկ է նկատել, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները ակտիվացել են Հայաստանում նախընտրական քարոզարշավին զուգընթաց եւ գուցե իրենց սպառնալիքներով փորձում են ազդել հայ ընտրողի որոշման վրա։ Ի տարբերություն ռուսական կողմի Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը, ներառել Հայաստանի իր արտաքին քաղաքականությունը եւ հարաբերությունները որոշելու իրավունքը։ Ազատությանը տված բացառիկ մեկնաբանության մեջ նշել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակը։ Պատասխանելով հունիսի 7-ի ընտրություններում արտաքին միջամտության մասին հաղորդումների եւ ամերիկացի օրենսդիրների նախազգուշացումների մասին հարցերին, պետդեպը շեշտել է Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն Հայաստանի քաղաքացիները։ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է Երևանի ու Վաշինգտոնի միջև խորացող հարաբերությունների եւ TRIP նախագծի կարևորությունը, որի շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 3 Հայաստանի արտգործնախարարի օրեր առաջ էլ Միացյալ Նահանգների պետքարտուղարի կողմից։ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ խմբի կազմում 25 թվականի ընթացքում Հայաստանում տարբեր անձանց հետ հանդիպումների եւ համակիրների հավաքագրման միջոցով առերևույթ կատարել են Հայաստանի սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակներով Հայաստանի իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն իրենց կամքին անկախ հանգամանքներում չեն կարողացել այն իրականացնել, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցանքի մեջ ներգրավված բոլոր անձանց ինքնությունները, նաև հանցագործության կատարման մեխանիզմները պարզելու եւ անձանց արարքները քրեաիրավական գնահատական տալու համար։ Ես հիմա պատրաստ եմ ոչ բառացել, ես ճիշտ ասած ես խոսում եմ, բայց ես հստակ ոչ ոք չգիտեմ, ես կտամ եմ չեմ կամ չեմ կարող։ Ոչ եմ պատրաստ ես ես բան չգիտեմ, ես բան պատրաստ չեմ։ Նախ ես չգիտեմ ինչ կարող։ Ինձ որ ասում Да, есть. Այսինքն, ես даже մի ոտ չեմ տվի, առանց ինձ տվսը ասելու։ Եթե իրանք ինձ ասեն, որ մենք ստեղ փոխություններ ենք անում, որովհետև ես երկիրը տված եմ ասում։ Ստեղ ով ինչ խոսա, ասում բան։ Ռուսն է թելադրել։
Նայենք ինչ կասի դեր։ Վերևից իրա ինքն է ստարավա։ Ինձանի տեղափոխություն չկա։ Մինչև Մեդվեդեչկա։ Ընտրակաշարքի հետ կապված հերթական դեպքերն են բացահայտվել, հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել, նշելով, որ տվյալներ են ստացվել Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածուի կողմից ազգային ժողովի ընտրություններին իրենց դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշարք տալու դեպքի մասին։ Բացահայտվել են ընտրակաշարք տալու ստանալու հերթական դեպքերը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածուի կողմից ազգային ժողովի ընտրություններին իրենց դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշարք տալու դեպքերի մասին։ Ամենադժվարի մարդկանց նես չունի ասեց։ Չէ, գործ ունե դրանցից։ Որտե դրան շեքավորել են, այնովն էլ եկավ, ասի չի։ Կաննային կարաս ասեց եթե։ Ինչքան է դրան։ Դե չգիտեմ պլասից կողմից։ Ասեց, բայց ասեց, որ իմանաք նաստո հանգարստախով նախով չնի։ Ասի հա դու գիտես ասի, որ ինչ ունես ասի։ Ես նեց ասի, որ մենք մենոնցով ենք, ասի մենոնց եմ բանանելու նես չվոր։ Թե երևա կտենաս ազիս։ Հա, ընտրության պահով։ Մի խոսատես բաներ։ Հա, լավ դե ջոգի արդեն, всё, լավ։ Ես մի հատ քեզ խնդրանք ունեմ փոխանցեք։ Փոխանցենք։ Բանը գոնե մի 100,000 կարած տակ ես կոմունալները մուծեմ, որտեղ սաղ փողերը հիվանդանոցում ծնծղել եմ։ Բայց դե սովաս փող։ Ասի դու փող դու մենք առնենք ուտենք։ Էկուց փող պետք է, էկուց փող որա։ Ասելա 13-ին։ Օրը մի 5,000։ Հա, համբերի, վաղը որ աշխատավարձան ոցած կառնեմ քունից։ 50,000 դոլար։ Դες ինչ պիտի անենք, Ախցի դժքան է ոչմ բաներ, հա, մարդ չկա, չէ։ Եկավ կամ այդ խաղից որ կարամ ասեմ, абսուրդ բույնք դիմաչ։ Լսիմոնյանի ասեմ, Սևանից է 4 ձայն ունեմ։ Կարող է այդտեղ գրենք ինչևից էսի հրթում մնա, բայց խի պալատակ վիրային գերջեմ։ Ինչ անեք ես կողմ եմ, ինչ ասեմ մանիշ կակ։ Շնորհավոր տարեդարձու Տարամ ջան։ Ես փեսես ինչ աղարգ է։ Էսա փեսես։ Միասին կարող ենք սաղի մաման Չենք կարախ չի։ Կարանք։ Եթե նորեկի պես մի երկու կիլնի, նախ կփռան։ Ծերծունի 3 ձայն, հա։ Երկու։ Հա, պապաց դե չէ։ Մոռացել է, ես ասում եմ պապատել։ Պապայտել էինք հաշվել։ Բայց չեմ նոշվի։ Ասեն է կարգացիցի։ Այդ համ մատ մերոնց սկցեմ գծերին գամ։ Գիտեցել ինձ։ Հա, Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Այսօր քարոզարշավի վերջին օրն է, քաղաքական ուժերը շարունակել են իրենց քարոզարշավը։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հանդիպումների ընթացքում խոսել է գյուղատնտեսության, Ռուսաստանի հետ հարաբերությունների, գազի հնարավոր թանկացման եւ գործող իշխանության վարած քաղաքականության մասին։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական քարոզարշավի հիմնական մասում խոսել է ոչ թե սեփական ծրագրերից, այլև այն նվիրել է ներկայիս իշխանության դեմ քարոզին։ Նա նաև անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ գազի հնարավոր թանկացման մասին հայտարարություններին, պնդելով, որ Հայաստանի քաղաքացին չպետք է վճարի իշխանության արտաքին քաղաքական սխալների համար։ Վենդետան այն ճանապարհը չէ, որ կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Պետական ծառայողները պետք է անմիջապես զգան այլ մթնոլորտ, հանգիստ, արդար եւ մասնագիտական։ Քոչարյանի խոսքով Հայաստանի համար անհրաժեշտ է իշխանափոխություն, որպիսի հնարավոր լինի վերականգնել անվտանգությունը, տնտեսական կայունությունը եւ կանխել նոր ճգնաժամերը։ Մենք պահպանել ենք ամենակարևորը՝ պատասխանատվությունը, կապերը եւ կշռադատված որոշումներ ընդունելու կարողությունը։ Մենք դասեր ենք քաղել թե հաջողություններից, թե անցյալի սխալներից։
Հայաստան դաշինքը քարոզարշավում փորձում են ներկայանալ որպես անվտանգություն եւ կայունություն ապահովող ուժ, սակայն Քոչարյանի վերադարձի օրակարգը շարունակում է ուղեկցվել նրա կառավարման տարիների ծանր քաղաքական ժառանգության եւ չպատասխանված հարցերի ֆոնով։ Ռոբերտ Քոչարյանը նաեւ հայտարարել է, որ այս տարիների ընթացքում փոխվել է ոչ միայն աշխարհը, այլև իր թիմը։ Նրա խոսքով իրենք դարձել են ավելի բաց թիմային եւ կշռադատված, պահպանել են պատասխանատվությունը, կապերն ու որոշումներ ընդունելու կարողությունը։ Քոչարյանը նշել է, որ իր թիմն ընտրություններին գնում է ոչ միայն նախկին ձեռքբերումների փորձով, այլև անցյալի սխալների գիտակցմամբ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քարոզարշավի ավարտական փուլում հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում։ Կուսակցության ներկայացուցիչները ընտրողներին կոչ են արել հունիսի 7-ին քվեարկել ԲՀԿ-ի օգտին։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ավարտին հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում։ Քաղաքական ուժն ընտրություններին մասնակցում է քվեաթերթիկի 7-րդ համարով։ Հանրահավաքի ընթացքում Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիներին կոչ են արել ակտիվ մասնակցել ընտրություններին, հայտարարելով, որ հունիսի 7-ին ժողովուրդը պետք է ընտրություն կատարի երաշխավորված խաղաղության, համերաշխության, բարեկեցության եւ արժանապատիվ կյանքի օգտին։ Ժորժան, ես ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման կարիք ունեմ, ոչ հարստանալու կարիք ունեմ, Աստծո կամոք, Աստված ամեն ինչ տվել է, եւ ես ճիշտ կարողացել եմ կյանքը դրսևորեմ, օգտակար լինեմ, իմ ազգի պատիվը բարձր պահեմ, ցանկացած հարցով, դա ես անգիր արած բառեր չեմ ասում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության քարոզարշավային ուղերձում շեշտվում է սոցիալական խնդիրների լուծումը։ Կուսակցությունում հայտնում են, որ ուզում են երկիր, որտեղ թոշակառուն ապրում է արժանապատիվ երիտասարդը չի արտագաղթում, իսկ ծնողը կարողանում է ապահովել երեխայի կրթությունն ու առողջությունը։ Եկածների 80%-ը Երևանում է մնալու։ Պատրաստվեք, որ վարձով տակ, պատրաստվեք գումար լինի, ներդրում կլինի եւ այդպես ունեմ ծրագիր երկու ավելի խոշոր ծրագրեր, որ շարժ լինի, աշխուժություն լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի։ Հանրահավաքը շարունակվել է համերգային ծրագրով։ Իրազեկ քաղաքացիների միավորման աերոնկարահանման հաշվարկով ժամը 20-ի դրությամբ հրապարակում եւ հարակից տարածքում եղել է 5960 մարդ առանց ծառերի տակ գտնվողների հաշվարկի։ Իդեպ այսօր հայտնի դարձավ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ իրավական գործընթացներ են սկսվել։ Գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդել է համաձայնություն տալ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի եւ Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։ Դատախազությունից հայտում են, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունն էլ նախընտրական ծրագրում խոսում է 4-րդ հանրապետության հռչակման, կառավարման համակարգի փոփոխության, սոցիալական երաշխիքների, գույքահարկի վերանայման, անվճար տրանսպորտի եւ ազգային օրակարգի մասին։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է քվեաթերթիկի 9-րդ համարով։ Քաղաքական ուժը ներկայացրել է 9 քայլից բաղկացած ծրագիր, որի առանցքում 4-րդ հանրապետության հռչակման գաղափարն է։ Կուսակցությունն առաջարկում է նոր սահմանադրություն, երկպալատ խորհրդարան, նախագահի ինստիտուտի ուժեղացում եւ կառավարման համակարգի փոփոխություն։ Ծրագրում տեղ են գտել նաեւ անցումային արդարադատության գաղափարը, 90-ականներից սկսած սեփականաշնորհման գործընթացի վերանայման եւ պատասխանատվության մեխանիզմի ձևավորման համար։ Սոցիալ-տնտեսական հատվածում կուսակցությունը խոստանում է նվազեցնել հարկային բեռը, վերանայել գույքահարկը, ապահովել անվճար քաղաքային տրանսպորտ, անվճար կրթություն եւ որակյալ բուժօգնություն։ Ծրագրում նշվում է նաեւ աշխատավարձերի ինդեքսավորման, փոքր եւ միջին բիզնեսի խրախուսման եւ կոռուպցիայի համար պատժի խստացման անհրաժեշտությունը։ Կուսակցության ծրագրում առանձին շեշտվում է Արցախի եւ Նախիջևանի հարցը։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը հայտարարում է, որ իր օրակարգում են Արցախի եւ Նախիջևանի ազատագրման, նաեւ տարածքային պահանջատիրության հարցի բարձրացումը առանց հայ-արյան նոր կորստի։ Սակայն քաղաքական ուժը չի հստակեցնում ինչ մեխանիզմներով է հնարավոր վերադարձնել տարածքները առանց պատերազմի եւ առանց արյուն թափելու։ Ծրագրում բաց է մնում ամենակարևոր հարցը՝ ինչ ճանապարհով, ինչ գործիքներով եւ ինչ միջազգային կամ իրավական հիմքով է կուսակցությունը պատկերացնում այդ նպատակների իրականացումը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ռազմարդյունաբերական ցուցահանդես։ ACE ընկերության կողմից մշակված զրահատեխնիկան ցուցահանդեսի զարդերից է եղել, որը ուշադրություն է գրավել և հանրության նաև ռազմական մասնագետների կողմից լայն քննարկման առարկա դարձել։ Հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ռազմարդյունաբերական ցուցահանդես, որին մասնակցում էին հայրենական արտադրողները։ Ցուցահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվեց վերջին տարիներին արտադրված բազմաբնույթ ռազմական տեխնիկան։ Ցուցադրված նմուշներից հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց և քննարկման լայն առարկա դարձավ ACE ընկերության կողմից մշակված զրահատեխնիկան։ Այն դարձավ ցուցահանդեսի ամենաքննարկվող նմուշներից մեկը և լայն արձագանք ստացավ ինչպես զանգվածային լրատվամիջոցներում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։ Ֆրանսիական Բաստիոն զրահատեխնիկային շատ նման հայկական այս արտադրանքի համեմատական և գործարանային փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ ACE զրահամեքենան մի շարք կարևոր տեխնիկական ցուցանիշներով գերազանցում է ինչպես ֆրանսիական Բաստիոն զրահամեքենային, այնպես էլ այլ ընկերությունների արտադրատեսակներին։ ACE զրահատեխնիկան առանձնահատուկ ուշադրության արժանացավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որին ընկերության ներկայացուցիչը մանրամասն ներկայացրեց հայկական հսկայի տեխնիկական առավելությունները։ Փաշինյանը կարճ զրույցի ընթացքում գնահատելի համարեց ընկերության կողմից ռազմարդյունաբերական ոլորտում նոր մշակույթի ձևավորման ուղղությամբ ներդրված ջանքերը։ Ես ուզում եմ նաև ասեմ, որ այս նոր կուլտուրան, որ կա, այդ մեր իմացած BTR, BMP կարգի մեքենաներն են, որոնք հիմա կուլտուրան ձևափոխվում է անվավոր, տենց ավելի զինվորի համար հարմարավետ եւ զրահապատ ավելի զրահի ավելի կայուն եւ ներսից կրակ վարելու եւ մարդ վարելու հնարավորություններով օգտագործություններ։ Մոտորերին ACE թիմը պատրաստում է պետական փորձարկումներին, որոնք պետք է վերջնականապես հաստատեն նոր հարթակի ուսալիությունը, ֆունկցիոնալությունը եւ գործնական անհրաժեշտությունը։ Ավելի վաղ ընկերությունն իրականացրել է ներքին բազմափուլ փորձարկումներ տարբեր կլիմայական պայմաններում եւ տեղանքներում ստուգելու մեքենայի կառուցվածքային ամրությունը, անցունակությունն ու շահագործման արդյունավետությունը։ Դաշտային պայմաններում իրականացվել է նաեւ տարբեր տեսակի սպառազինությունների եւ դրամաչափերի կրակային փորձարկումներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել ինչպես զրահամեքենայի, այնպես էլ անձնակազմի համար։ Ստացված արդյունքները հաստատել են անձնակազմի պաշտպանության բարձր մակարդակը։ ACE նոր մշակումը համապատասխանում է զինծառայողների անվտանգության ժամանակակից պահանջներին եւ արտացոլում է անձնակազմի պաշտպանության նոր մշակույթի ձևավորումը, որտեղ հնացած զրահափոխադրիչներին եւ հետեւակի մարտական մեքենաներին փոխարինելու են գալիս ավելի տեխնոլոգիական, ժամանակակից եւ հագեցած զրահամեքենաները։ Բացի տեխնիկական ցուցանիշների առավելություններից, զրահապատ մեքենայի գին որակ հարաբերակցությունը բավականին մրցունակ է թե Հայաստանի Հանրապետությունում եւ արտերկրի շուկաներում։ Հայաստանի տեխնոլոգիական պատմության ամենախոշոր նախագծերից մեկը թևակողում է վճռորոշ փուլ։ Firebird-ի արհեստական բանականության մեգակենտրոնում ավարտին են մոտենում շինարարական եւ սարքավորումների տեղակայման աշխատանքները։ Իսկ նախագծի անխափան կապը աշխարհի հետ ապահովում է Team Telecom Armenian։ Ընկերության NGN օպտիկամանրաթելային ցանցը հիմք է ստեղծում, որպեսզի Հայաստանից գործարկվող գերհզոր AI ենթակառուցվածքը սպասարկի միջազգային շուկաները եւ բարձր տեխնոլոգիական լուծումները։ Հայաստանում կառուցվող արհեստական բանականության ամենախոշոր ենթակառուցվածքային նախագիծը Firebird AI մեգակենտրոնը մտնում է կառուցման եւ սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ։ Հրազդանի մերձակայքում ավելի քան 200,000 քառակուսի մետր տարածքում արդեն ավարտական փուլում են $500 միլիոն արժողությամբ առաջին փուլի աշխատանքները։ Այստեղ արդեն այս ամառ կգործարկվի տարածաշրջանի խոշորագույն AI տվյալների կենտրոնը։ Շինարարությունը, ինչպես տեսնում եք, մասշտաբային է, բայց ռեկորդային արագ ժամկետներ մենք արել եւ ուրախ ենք, որ հավակնում է արդյոք Firebird-ը լինել ամենաարագ կառուցվող տվյալային կենտրոնը։ Ես հուսով եմ, որ այո, մինիմում կնշվի դրա մասին, ես համոզված եմ, թե Nvidia-ի կողմից, թե միջազգային հրապարակումներ կարծում եմ կլինեն։ Ֆենոմենալ արագությամբ աշխատանք։ Միանշանակ լինելու է, քանի որ կարծում եմ բոլոր դատա կենտրոնների մեջ, եթե մենք
առաջինը չենք, ապա առաջիններից ենք։ Առաջին անգամ ներկայացվեցին ապագա տվյալների կենտրոնի առանցքային ենթակառուցվածքները, NVIDIA Blackwell GPU-ների տեղակայման գոտիները, Vertiv-ի առաջատար հեղուկհովացման համակարգերը եւ շինարարության ավարտական փուլի աշխատանքները։ Գործարկումից հետո կենտրոնում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU, որոնք 18 մեգավատ էներգահզորությամբ կապահովեն մինչև 110.6 exaflop արհեստական բանականության հաշվողական հզորություն։ Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով Հայաստանի նման փոքր երկրի համար այս մասշտաբի ենթակառուցվածք ստեղծելը ընդամենը մի քանի տարի առաջ անհնարին կթվար, բայց այսօր արհեստական բանականությունն արագորեն դառնում է աշխարհի ամենակարևոր ռազմավարական ռեսուրսներից մեկը եւ այն երկրները, որոնք ներդրում են կատարում այս ոլորտի ենթակառուցվածքներում, վաղը կսահմանեն համաշխարհային նորարարության խաղի կանոնները։ Այս պահին կնքել ենք մեծ պայմանագրեր ամերիկյան խոշորագույն ընկերությունների հետ, ում մատակարարելու ենք ծառայություններ Հայաստանից, ինչը նաև օգտագործելու է մեր ցանցի ենթակառուցվածքները Հայաստանը կապելով Եվրոպային եւ ԱՄՆ-ին մեր օպտիկամարաթելային ցանցերի միջոցով այդ ընկերությունները միջազգային օգտվելու են մեր ծառայություններից Հայաստանից։ Մեգանախագիծը նախատեսված է ապահովելու այն հաշվարկային հզորությունները, որոնք անհրաժեշտ են առաջատար արհեստական բանականության համակարգերի մշակման, լայնածավալ գիտական հետազոտությունների, բարդինժեներական մոդելավորման, ռոբոտատեխնիկայի, ավիատիեզերական եւ կենսաբժշկական տեխնոլոգիաների, նաեւ կորպորատիվ ու պետական մակարդակի հաշվարկային խնդիրների լուծման համար։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորեց ծրագրի ռազմավարական նշանակությունը, ընդգծելով, որ այն Հայաստանի ապագա տեխնոլոգիական տնտեսության հիմնաքարերից մեկն է։ Արհեստական բանականության այս գործարանը Firebird AI ընկերության կողմից կառուցված մի շատ ավելի կարևոր եւ թույլ տվեք ասել շրջադարձային առաքելություն է բերել իր հետ։ Այն նախ եւ առաջ ապացույց է ինքներս մեզ համար, որ Հայաստանը իր սեփական ուժերով կարող է մեգա նախագծեր իրականացնել եւ դա անել շատ արագ։ Ես կարծում եմ ավելի քան վստահ եմ, որ առաջիկայում տարբեր միջազգային պարբերականներում այս տվյալային կենտրոնի մասին տարբեր հրապարակումներ են լինելու եւ վերնագրերում հատուկ ընդգծվելու է, որ այն հավակնում է լինել աշխարհի ամենաարագ կառուցվող տվյալային կենտրոններից մեկը։ Կենտրոնի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար ներդրվել են Vertiv-ի առաջատար օդային եւ հեղուկ հովացման համակարգերը։ Փակ ցիկլով գործող տեխնոլոգիան ապահովում է բարձր էներգաարդյունավետություն եւ ջրի խնայող օգտագործում, փոխարինում պահանջելով ընդամենը մի քանի տարին մեկ անգամ։ Էներգամատակարարման համակարգերը տրամադրում է Schneider Electric-ը, ապահովելով կենսական նշանակության AI ենթակառուցվածքների անխափան աշխատանքը։ Նախագծի առանցքային գործընկերներից է Team Telecom Armenian, որը տվյալների կենտրոնն ապահովում է կապի եւ ինտերնետային ենթակառուցվածքով։ Աշխարհահռչակային NVIDIA-ն, Dell-ը եւ մյուս ընկերությունները, երբ որ դիտարկել են Հայաստանում իրենց, այսպես ասած, գործընկեր ընկերություն ընտրելու, Telecom Armenian եղել է եզակին, ով ունի այդ հնարավորությունը միջազգային կապուղիներ տրամադրելու։ Մենք այսօր ավելի քան 4 ուղղություններով Հայաստանից դուրս եկող կապուղիներ ունենք եւ դա ապահովում է հենց այն ստանդարտը, որը որ նման դատա ցենտրները ամբողջ դատա կենտրոնները ամբողջ աշխարհով պահանջում են։ Ընկերության հաջորդ սերնդի օպտիկամանրաթելային ցանցը հնարավորություն է տալիս ապահովելու մինչև 1 տերաբիտ վայրկյան թողունակություն հետական լայնման զգալի ներուժով։ Հենց այս բարձրակարգ հեռահաղորդակցական Team Telecom Armenia-ի ենթակառուցվածքն է դառնում նախագծի թվային ողնաշարը։ Հայաստանից գործարկվող AI հարթակը կապելով համաշխարհային թվային էկոհամակարգի հետ, ապահովելով տվյալների արագ, անվտանգ եւ անխափան փոխանցում աշխարհի տարբեր հատվածների միջև։ Այս մեգանախագծի երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումների ծավալը կհասնի 4 միլիարդ դոլարի, իսկ կենտրոնի հաշվարկային հզորություններին կավելանա ավելի քան 41000 GPU։ Firebird-ի եռափուլ զարգացման ռազմավարության համաձայն մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների ընդհանուր քանակը կգերազանցի 100,000-ը NVIDIA Blackwell եւ Vera Rubin տեխնոլոգիաների հիման վրա։ Նախագծի հեղինակների գնահատմամբ այդ ժամանակ Հայաստանը AI հաշվարկային հզորություններով կհայտնվի աշխարհի առաջատար երկրների շարքում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Անցնենք միջազգային նորություններին, գիշերը երկու օտարերկրյա բեռնատար նավ, որոնցում Ադրբեջանի 25 քաղաքացիներ են եղել, ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, ի պատասխան Ազովի ծովում ադրբեջանցիներով նավերի գնդակոծման մասին տեղական լրատվամիջոցների հարցերին։ Նա նշել է, որ հիշյալ նավերը չեն պատկանում Ադրբեջանին։ Ռուսական կողմը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է Ադրբեջանի 5 և վիրավորվել 3 քաղաքացի։ Վիրավորներին տեղափոխել են Եսկիի հիվանդանոց։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում ծանոթացել են Վոլոդիմիր Զելենսկու ուղարկած նամակին եւ այն ավելի ուշ կներկայացվի Վլադիմիր Պուտինին։ Պեսկովը նաեւ նշել է, որ եթե Զելենսկին ցանկանում է անձամբ հանդիպել Պուտինի հետ, կարող է այցելել Մոսկվա։ Այլ մանրամասներ Կրեմլի ներկայացուցիչները չեն հայտնել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր բաց նամակում առաջարկել է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ անցնել բանակցային գործընթացի։ Զելենսկին առաջարկել է, որ Վլադիմիր Պուտինը հանդիպում անցկացնի երկրում, նաև բանակցությունների ընթացքում հաստատվի լիակատար հրադադար։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ նման քայլը կարող է հիմք դառնալ հակամարտության քաղաքական կարգավորման համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մայիսի վերջին Օրեշնիկ հրթիռային համակարգի կիրառումն Ուկրաինայի տարածքում եղել է ոչ թե մարտական, այլ փորձարկման նպատակով։ Նրա խոսքով հարվածներն իրականացվել են այն վայրում, որտեղ հնարավոր էր առավել ճշգրիտ գնահատել արդյունքները։ Պուտինը նշել է, որ հետագայում ռուսական անօդաչու սարքերն ուսումնասիրել են հարվածների հետևանքերը համակարգի արդյունավետությունը գնահատելու համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև ասել է, որ մինչև այժմ Օրեշնիկը լիարժեք մարտական կիրառություն չի ունեցել, սակայն չի բացառել, որ ապագայում այն կարող է օգտագործվել նշանակված թիրախների, այդ թվում քաղաքային կառուցապատման շրջանակների դեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թուրքիան չի կարող վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին, քանի դեռ ուժի մեջ են համապատասխան օրենսդրական սահմանափակումները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում կայացած լսումների ընթացքում Ռուբիոն նշել է, որ Անկարայի ծրագրից դուրս մնալու պատճառը ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումն է։ Նրա խոսքով հարցը պայմանավորված չէ քաղաքական որոշումներով, այլ կարգավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող օրենքներով, այդ թվում ազգային պաշտպանության լիազորության մասին օրենքով, եւ վարչակազմը ներկայումս չի կարող միակողմանիորեն փոխել Թուրքիայի կարգավիճակը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ դիմակայությունում կհասնի իր նպատակին, անկախ նրանից դա կլինի ռազմական գործողությունների թե բանակցությունների միջոցով։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ ներկայումս ցանկություն չունի հանդիպելու Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, սակայն չի բացառել նման հանդիպման հնարավորությունը, եթե կողմերը հասնեն համաձայնության։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է հրաժարվել Գերմանիային Տոմահոք հրթիռների մատակարարելու ծրագրից։ Այս մասին հայտնում է Պոլիտիկոն, նշելով, որ քննարկվում է Գերմանիային Տոմահոք թևավոր հրթիռների մատակարարման ծրագրի չեղարկումը Ռուսաստանի հնարավոր արձագանքի եւ ամերիկյան զինանոցում հրթիռների պակասի պատճառով։ Պարբերականի աղբյուրների համաձայն Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ նման սպառազինության տեղակայումը Եվրոպայում Մոսկվայի կողմից կարող է ընկալվել որպես լարվածության սրացում։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է վերականգնել իր հրթիռային պաշարները, որոնք զգալիորեն նվազել են վերջին ռազմական գործողությունների ընթացքում, այդ թվում Իրանի դեմ իրականացված հարվածներից հետո։ Հնարավոր որոշումը կարող է չեղարկել Ջո Բայդենի վարչակազմի օրոք ձեռք բերված պայմանավորվածությունները եւ Գերմանիային զրկել այն սպառազինությունից, որի անհրաժեշտության մասին Բերլինը բազմիցս հայտարարել է։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։